Սիրելիներ, այսօրվա պատգամը ուզում եմ երկու խոսքով սկսել, առաջինը գրված է Առակաց 4-րդ գլխի 23 համարում։ Ամեն զգուշությունից առավել զգուշություն արա քո սրտին, որովհետև դրանից է կյանքի ելքը։ Այն ինչ կա քո սրտում, այն ինչ դուրս կգա քո սրտից, դա կորոշի քո կյանքը։ Դա կդրսևորվի քո կյանքում, դա կպտղաբերի քո կյանքում։ Եթե լավ բան դուրս գա քո սրտից, լավ պտուղներ կլինի կյանքում։ Եթե վատ բան դուրս գա քո սրտից, վատ բաներ կտարածվեն քո կյանքում։ Այն ինչ կա, դրա ելքը, դրա արդյունքը, դրա պտուղը, դրա հետևանքը կերևա քո կյանքում։ Ամեն։ Ահա ինչ է նշանակում դրանից է կյանքի ելքը։ Եվ երկրորդ խոսքը, որ ուզում եմ կարդալ, գրված է Ժողովող 5-րդ գլխի առաջին խոսքում։ Երբ Աստծո տուն ես գնում, անձիդ զգուշություն արա, որոշ թարգմանություններում գրված է ոտքդ զգուշությամբ տիր։ Դու հավատում ես, որ Աստծո տանն ես։ Երբ Աստծո տուն ես գնում, անձիդ զգուշություն արա եւ ոտքդ զգուշությամբ տիր։ Ավելի շատ լսելու համար մոտեցիր, քան թե հիմարների նման զոհ մատուցելու կամ անմիտների նման։ Քանի որ նրանք չգիտեն, որ չար բան են անում։ Խորհելու կարիք կա այստեղ։ Ամեն։ Բայց պատգամը ուզում եմ ասել, որ վերնագրել եմ անձիդ զգուշություն արա։ Երբ գալիս ես Աստծո տուն։ Զգուշ եղիր։ Քննիր անձդ, քննիր շարժառիթներդ, քննիր դիտավորություններդ, հետևիր քայլերիդ։ Մոտեցիր ավելի լսելու համար, սովորելու համար, խոնար եղիր, քեզ ցույց մի տուր, քեզ մի երևացրու, քեզ առաջ մի հրի, քեզ առաջ մի գցի, ուշադրություն մի գրավի քո վրա, լսելու ականջ ունեցիր, մի մեծամտածիր, լսիր, սովորիր եւ միտք առ։ Ամեն։ Մոտեցիր ավելի լսելու համար, լսող եղի, խոնար եղիր։ Հիմարների նման մի շտապիր զոհ մատուցել, քանի որ նրանք չգիտեն, որ չար բան են անում։ Որն է խնդիրը, ինչումն է խնդիրը, երբ այն ինչ ինձ թվում է, որ ես անում եմ Աստծուն պաշտելու համար, կարող է պատահի, որ Աստված համարի չարություն։ Ինչու, որովհետև անվանեց հիմարների նման, անմիտների նման զոհ մատուցողներին մի միացիր, նրանց մի նմանվիր։ Փաստորեն կան մարդիկ կամ կային մարդիկ, որոնք գալիս էին Աստծո տաճարը, Աստծուն պաշտելու, իրենց զոհերը մատուցելու, Աստծուն փառավորելու, Աստծուն երկրպագելու, բայց Աստված նրանց համար կասի, նրանք հիմարներ են, հիմարների զոհ են մատուցում ու չեն հասկանում, որ չար բան են անում, եւ որն է սրա պատճառը։ Եվ դրա համար ես Եսայա մարգարեություն տեղափոխվեցի եւ կխնդրեմ իրար հետ տեղափոխվենք, առաջի գլխի 10-րդ խոսքից ուզում եմ կարդալ։ Լսեցեք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրեք մեր Աստծո օրենքին, ով Գոմորի ժողովուրդ։ Իմ ինչին է պետք ձեր զոհերի առատությունը, ասում է Տերը։ Ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից եւ պարարտ կենդանիների ճարպից։ Ես զվարակների ու ոչխարների ու նոխազների արյունից հաճույք չեմ ստանում։ Երբ գալիս եք իմ առջև կանգնելու, ով է պահանջում ձեզանից, որ կոխոտեք իմ սրահները։ Երբ գալիս ես Աստծո տուն, ոտքիդ զգուշություն արա։ Այլևս ունայն ընծաներ մի բերեք, ձեր խունկն էլ ինձ համար պիղծ է։ Նորալուսիններն ու շաբաթները, ժողովների կանչելը ես չեմ կարողանում տանել, դա անօրենություն է, նույնիսկ ձեր հանդիսավոր տոներն են անօրենություն։ Ձեր ամսագլխերից ու տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ համար, հոգնել եմ այդ ամենը կրելուց։ Երբ դուք ձեր ձեռքերը տարածում եք,
Ես աչքերս ծածկում եմ, ասում է Տերը։ Երբ խիստ շատ աղոթք եք անում, ես չեմ լսելու, որովհետև ձեր ձեռքերը լիքն են արյունով։ Ահա պատճառը։ Երբ կա մեղք, երբ կա չխոստովանված մեղք, երբ չկա ապաշխարություն, երբ չկա խոնարհություն, ոմանք կմտածեն, որ իրենք շատ լավ երկրպագում են, իրենք իրենց զոհերը կբերեն Աստծո առաջ, իրենց պաշտամունքը կմատուցեն, իրենց ձեռքերը կտարածեն ի նշան երկրպագության եւ այլ, բայց Տերը կասի, ես իմ աչքերը կծածկեմ, որտեվ այդ ամենը զզվելի է։ Ինչու՞, որովհետեւ դուք մեղք ունեք։ Դուք մեղքեր ունեք, որտեվ դուք առանց ապաշխարության եք գալիս այդ ամենն անելու։ Եվ 16 խոսքը կասի. լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առջևից, դադարեցեք չարություն գործելուց, սովորեք բարություն անել, որոնեք իրավունքը, փրկեք զրկվածներին, որփի դատը տեսեք, որբևայրու իրավունքը պաշտպանեք, ու այդ ժամանակ, երբ ապաշխարություն կլինի, երբ արդարություն կլինի, երբ չար գործերից հրաժարվել կլինի, այդ ժամանակ եկեք վիճաբանենք, տեսեք, նույնիսկ եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ես դրանք կսրբեմ ու ձյամպես սպիտակ կդարձնեմ։ Երբ որ ես պարարտ զոհերով գամ իր առաջ, ոչ։ Երբ ես ձեռքերս տարածեմ, որ մնացած բոլորը տեսնեն, թե էս ինչ երկրպագու է, ոչ։ Երբ ես լվացվեմ ու մաքրվեմ նրա արյունով, երբ ես հրաժարվեմ մեղքից, երբ ես հրաժարվեմ չարությունից, երբ ես անկեղծ ու ճշմարիտ ապաշխարությունով կամ խոնարհությունով մաքրի ինձ ձյամպես սպիտակ ու նրա առաջ արդեն զոհս էլ ընդունելի կլինի, աղոթքս էլ, երկրպագությունս էլ։ Ամեն։ Երբ գաս Տիրոջ տունը, Տիրոջ սրահները, ոտքից զգուշություն արա։ Առաջի Թագավորաց 15:22-ում, թեկուզ մի քիչ հետո նորից ես այդտեղ կտեղափոխվեմ, Սամվել մարգարեն Սավուղ թագավորին ասում էր. «Միթե Տերը հաճույք է ստանում ողջակեզներից ու զոհերից, քան իր ձայնին հնազանդվելուց։ Ահա հնազանդությունը զոհից ավելի լավ է, եւ Տիրոջը լսելը խոյերի ճարպից ավելի թանկագին»։ Առակաց 15:8 Չարամիտների զոհը գարշելի է Աստծուն, իսկ շիտակների աղոթքը հաճելի է նրան։ Առակաց 21:27 Ամբարշտի զոհաբերությունը պիղծ է, հատկապես երբ այն չար մտադրությամբ է մատուցում։ Ովսե 6:6 Որովհետև ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, եւ ողջակեզներից ավելի փափագում եմ, որ դուք փնտրեք Աստծուն ճանաչելը։ Մատթեոս 5:24-ն էլ մեզ կասի. եթե տաճարի մեջ, Աստծոտան մեջ, զոհասեղանի մոտ ընծատ մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ մի բան ունի, թող ընծատ։ Գնա եղբորդ հետ հաշտվիր եւ հետո եկ ընծատ մատուցիր։ Ամեն, որովհետեւ հոր համար որդիների հարաբերությունը ամեն բանից կարևոր է։ Ամոսի մարգարեություն 5-րդ գլուխ 21-23 հատվածը։ Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները եւ ձեր հանդիսավոր հավաքների հոտը չեմ առնի։ Եթե ինձ ողջակեզներ եւ զոհեր մատուցեք չեմ ընդունի եւ ձեր պարարտ անասունների խաղաղության զոհին չեմ նայի, հեռացրու ինձնից երգերիդ աղմուկը, որ չլսեմ տավիղներիդ մեղեդին, այլ թող իրավունքը հորդի ջրի պես եւ արդարությունը վարար գետի պես։ Ամեն։ Ինչ է Աստված սպասում ինձնից ու քեզնից, թող իրավունքը հորդի ջրի պես։ Սա մեծագույն զոհ ու երկրպագություն է Աստծո առաջ։
եւ արդարությունը վարար գետի պես։ Երբ ես կգամ նրա առաջ ու ես կխոնարհվեմ նրա առաջ, երբ կխոստովանեմ իմ մեղքերը, երբ ես ապաշխարությունով կգամ, երբ ես զղջումով կգամ, երբ ես նրա արդարությունով կգամ Աստծո առաջ, այդ ժամանակ ես ընդունելի կլինեմ։ Ինչպես որ կամ, որովհետև նա ինձ կփոխի։ Երբ ես մոտենում եմ ավելի լսելու, խոնարհվելու, սովորելու, ապաշխարելու համար, նրա հոգին կգործի այս վայրի մեջ։ Մենք երգում էինք դա։ Նրա հոգին կգործի, նրա հոգին կբժշկի իմ սիրտը, նրա հոգին կնորոգի իմ կյանքը, նրա հոգին կնորոգի իմ աստվածպաշտությունը, իմ հարաբերությունը, իմ հավատքը, որպեսզի նա փառավորվի իմ կյանքի մեջ եւ քո կյանքի մեջ։ Ամեն։ Ուրեմն, երբ իր տունը գանք, իր սրահները գանք, իր առջև երևալու գանք, մեր անձերին զգուշություն անենք, քննենք, ապաշխարությունով գանք, Հիսուսի արյունով լվացված գանք կամ Հիսուսի արյունով լվացվելու գանք։ Ամեն։ Բայց նորից ուզում եմ վերադառնալ Ժողովող 5-րդ գլխի առաջին խոսքին, որտեղ ասում էր. մոտեցիր ավելի լսելու, սովորելու համար, խոնարհեցրու անձդ, մի ընդգծիր քեզ, ուշադրություն մի գրավիր, եսդ մի բարձրացրու, քեզ ցույց մի տուր։ Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 12 խոսքից եմ կարդում։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին պատվիրում էր ասելով. թող ոչ ոք քո երիտասարդությունը չանարգի, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հոգով, հավատով ու սրբությամբ, մինչև իմ գալը ուշադրություն դարձրու կարդալուն, հորդորելուն եւ սովորեցնելուն։ Անփույթ մի եղիր այն պարգևի նկատմամբ, որը քո մեջ է, որ մարգարեությամբ քեզ տրվեց, երեցների ձեռնադրությամբ, մտածիր այս ամեն բանի մասին եւ քեզ ամբողջովին դրանց նվիրիր, որպեսզի քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Եվ զգույշ եղիր քո անձի նկատմամբ եւ այն ամենի, ինչ սովորեցնում ես, հարատևիր դրանում, որովհետեւ այդպես անելով քեզ էլ կփրկես, քեզ լսողներին էլ։ Առաջադիմություն ունենալը լավ բան է։ Ամեն։ Լավ բան է։ Աճելը, բարձրանալը, առաջադիմություն ունենալը, զարգանալը, սովորելը, այս ամենը լավ բան է, հետևիր դրան, կարդա, հորդորիր, սովորեցրու, քո վրա աշխատիր, աճիր, բարձրացիր, առաջադիմություն ունեցիր, բայց այդ ամենը քո եսի, քո փառքի, քո անվան, քո հանրահայտության, քո հեղինակությանը չծառայի, քո ընդգծվելուն, քո տարբերվելուն, ուշադրություն գրավելուն, քո երևալուն, քո փառավորվելուն չնպաստի, առաջադիմությունդ նպաստի, քո փրկվելուն էլ, մյուսների փրկվելուն էլ։ Ամեն, ամեն, բոլորի օգտին ծառայի, բոլորին ծառայի, եկեղեցու շինությանը ծառայի, Աստծո գործին ծառայի, Աստծո արքայության տարածմանը ծառայի, Աստծո փառքին ծառայի, այլ ոչ թե քո եսին։ Սովորիր, աճիր, բարձրացիր, առաջադիմիր, բայց անպայման անձիդ նկատմամբ զգույշ եղիր, որ չմեծամտանաս, որ չհպարտանաս, որ չգոռոզամտանաս, որ քեզ չառանձնացնես, քեզ չզատես մնացածից, որ վերևից ոչ ոքի չնայես, այլ առաջադիմությունը նպաստի բոլորի փրկությանը։ Ամեն։ Ղուկաս 22-ի 31-32-ում, երբ Տեր Հիսուս Պետրոսի հետ խոսում էր, ասում էր Պետրոս, ավելի շուտ Սիմոն էր այդ ժամանակ, Սիմոն, Սատանան ուզում էր քեզ հասկի նման խարբալել, բայց ես աղոթեցի քեզ համար, որ երբ դարձի գաս, երբ վերականգնվես, երբ զորանաս, երբ բարձրանաս, եղբայրներիդ էլ հաստատես, նրանց չմոռանաս։ Ամեն։ Երբ բարձրանաս, եղբայրներիդ չմոռանաս։ Երբ բարձրանաս, մենակ չբարձրանաս։ Երբ բարձրանաս, եղբայրներիդ չմոռանաս։ Ամեն։ Երբ բարձրանաս, եղբայրներիդ չմոռանաս։ Ամեն։ Երբ բարձրանաս, եղբայրներիդ չմոռանաս։ Ամեն։ Երբ բարձրանաս, եղբայրներիդ չմոռանաս։
Երբ բարձրանաս, մենակ չփառավորվես։ Երբ բարձրանաս, մենակ քեզ ցույց չտաս։ Երբ բարձրանաս, չընդգծես քեզ, չտարբերես մյուսներից, վերևից չնայես։ Երբ բարձրանաս, եղբայրներիդ էլ օգնիր, նրանց բարձրացրու։ Որովհետև քո բարձրանալը քո եսի համար չէ, քո բարձրանալը եւ այն աղոթքը, որ ես քեզ համար արել եմ, եղբայրներիդ բարձրացնելու համար է։ Ամեն։ Երբ Տիրոջ տուն գաս, խոնար եղի։ 3 Հովհաննես 9-րդ խոսքում մի մարդու մասին է գրված, որի անունը Դիոտրեփես էր։ 9-րդ խոսքում ասում է եկեղեցուն գրեցի, Հովհաննես առաքյալը գրում է եկեղեցուն, բայց Դիոտրեփեսը, որ սիրում եւ ձգտում է նրանց մեջ առաջնության դիրք ունենալ, մեզ չի ընդունում։ Այս իսկ պատճառով երբ գամ պիտի հիշեցնեմ նրա կատարած գործերը, որ մեր դեմ շաղակրատելով չարախոսությամբ է զբաղվում եւ դեռ սրանով էլ չբավարարվելով ինքը եղբայրներին չի ընդունում, ում մենք ուղարկել ենք, եւ նրանց, ովքեր ուզում են ընդունել, արգելում է եւ հեռացնում եկեղեցուց։ Դիոտրեփեսը իրեն բոլորից բարձր էր դասում, վերևից էր նայում եղբայրներին, առաջինն էր ուզում լինել, տարբերվող էր ուզում լինել, առանձնացնում էր իրեն, ուզում էր երևալ, ընդգծվել, փառավորվել, նսեմացնում էր եղբայրներին, արգելում էր, զրկում էր, նա իրեն էր բարձրացնում եւ փառավորում եւ ոչ թե Աստծուն։ Թեկուզ որ Տիրոջ տան մեջ էր։ Ահա ինչու կասի անմիտների նման զոհ մատուցողներին մի նմանվիր ու նրանց մի միացիր։ Սիրելիներ, եկեղեցին անհատ գործիչների, աստղերի, միայնակ գայլերի ինքնադրսևորման եւ ինքնափառավորման մրցադաշտ չէ։ Եկեղեցին ընտանիք է, եկեղեցին մարմին է, եկեղեցին օրգանիզմ է, որտեղ յուրաքանչյուր անդամ իր գործառույթն է կատարում եւ Տիրոջից որոշված իր կոչումն է իրականացնում ներդաշնակության մեջ լինելով մյուս անդամների հետ, որպեսզի ոչ միայն իրագործի իր կոչումը, այլ նաեւ նպաստի մյուս անդամների առողջ եւ պտղաբեր կենսագործունեությանը։ Եվ այս եկեղեցի օրգանիզմի առողջ ու պտղաբեր կենսագործունեության մեծագույն թշնամին եսասիրությունն է, ինքնահավանությունը եւ փառասիրությունը։ Ուզում եմ տեղափոխվել նորից առաջին թագավորաց, ուզում եմ մի փոքր նայենք Սավուղին եւ Դավթին։ Առաջի թագավորաց 13-րդ գլուխ։ Երրորդ, չորրորդ խոսքերը։ Երկուսից կարդամ։ Սավուղը Իսրայելից 3000 մարդ ընտրեց իր համար, որոնցից 2000-ը Սավուղի հետ Մաքմասում էին ու Բեթել լեռան վրա, իսկ 1000-ն էլ Հովնաթանի հետ Բենյամինի Գաբայում էին մնացած ժողովրդին յուրաքանչյուրին իր վրանը ուղարկեց։ 2000 զինվոր Սավուղի հետ էր, 1000-ը իր որդի Հովնաթանի հետ։ Եվ Հովնաթանը Գաբայում եղող փղշտացիների պահապան զորքերին հարվածեց։ Ով հարվածեց? Հովնաթանը։ Ու փղշտացիները լսեցին, այն ժամանակ Սավուղը հրամայեց ամբողջ երկրում փող հնչեցնել, շեփոր հնչեցրեցին ասելով. բոլոր եբրայեցիները թող լսեն, եւ ամբողջ Իսրայելը լսեց, որ Սավուղը հարվածել է փղշտացիների պահապան զորքերին, եւ Իսրայելը փղշտացիների համար ատելի դարձավ, ու ամբողջ ժողովուրդը գաղգաղայում Սավուղի մոտ հավաքվեցին։ Ով էր փղշտացիներին հարվածել? Հովնաթանը։ Բայց Սավուղը փող հնչեցնել տվեց ամբողջ Իսրայելում եւ ամեն տեղ հայտարարեցին, տարածեցին Սավուղը հարվածել է փղշտացիներին, փառք Սավուղին։ Այ մարդ Հովնաթանը տղետ էր, օտար մարդ չէր։ Տղետ էր այդ սխրանքը կատարել։ Կարելի էր նրան բարձրացնել։ Նա ով արել էր այդ։ Բայց այս մարդը այնքան փառասեր էր,
որ նույնիսկ հարազատ որդու սխրանքը գողացավ եւ ուզեց ինքը փառավորվել։ 15-րդ գլխում, ինչպես ասեցի, կհասնենք այստեղ 15-ի 12-ը, սիրելիներ։ Մինչ 12 խոսքը գրված է, որ Սավուղը գնաց ամաղեկացիների քաղաքներից մեկը, այնտեղ զարկեց ամաղեկացիներին, շրջափակեց քաղաքը, զարկեց նրանց, շատերին սպանեց, հաղթեց, շատերին գերեվարեց, ամաղեկի թագավոր Ագագին բռնեց եւ ոչխարների, արջարների, լավագույններին, գառներին ամեն բան խնայեցին եւ բերեցին, հավաքեցին որպես ավար։ Թեկուզ որ մինչ այդ տիրոջից պատվեր ունեին որևէ մեկին չխնայել, մինչև ամենավերջի անասունը շարժվող ամեն կենդանի ոչնչացնել։ Եվ տեսեք, ինչ է գրված 10-րդ խոսքից, ապա Տիրոջ խոսքը եկավ Սամուելին ասելով. զղջում եմ Սավուղին թագավոր դարձնելուս համար, քանի որ ինձ հետևելուց դադարեց ու չկատարեց իմ հրամանը, եւ դա խիստ վշտացրեց Սամուելին ու ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։ Եվ երբ Սամուելը առավոտ վաղ վեր կացավ, որպեսի դիմավորի Սավուղին, Սամվելին իմաց տվեցին, ինչ իմաց տվեցին, որ Սավուղը եկավ Կարմեղոս, սա այն լեռն էր, որտեղ Բահաղի 400 մարգարեների առջև Աստծո հրաշքն էր արել մարգարեն, որ երկնքից կրակ էր իջել ու զոհը այրել։ Եկավ, ասում է, Սավուղը եկավ Կարմեղոս եւ իր համար կոթող եւ հուշարձան կանգնեցրեց ու այնտեղից անցնելով իջավ Գաղգաղա։ Կարմեղոսը մի վայր էր, որտեղ Աստված էր այցելել։ Դա Աստծո այցելության վայր էր, Աստծո ներկայության վայր էր, Աստծո հրաշքի վայր էր, դա Աստծո հաղթանակի վայրն էր, դա Աստծուն երկրպագելու վայր էր։ Բայց Սավուղը եկավ այնտեղ եւ իր համար արձան կանգնեցրեց։ Ի նշան նրա, որ ես հաղթել եմ ամաղեկացիներին։ Եվ գիտեք ես ինչ նկատեցի։ Ես նկատեցի, որ այս պահից հետո, մինչ այդ իբրև թե Սավուղը դեռ երկրպագում էր Իսրայելի Աստծուն, բայց այս պահից հետո, երբ նա կոթող կանգնեցրեց իր համար, այլևս Սամվելի հետ խոսելուց նա ասում է. այս ամենը պահեցի, որ քո Տեր Աստծուն երկրպագենք։ Կամ քիչ հետո մենք կտեսնենք, ասում է, խնդրում եմ ինձ հետ վերադարձիր, որ քո Տեր Աստծուն երկրպագեմ։ Արցանից հետո ինքն է իր Աստվածը դարձել։ Արդեն Իսրայելի Աստվածը Սամուելի Աստվածն է, էլ իրենը չի, որտեղ ինքը իրան է պաշտում արդեն։ Իր համար արցան կա, իր համար պաշտամունք կա արդեն։ Եվ Սամվելը հանդիմանում է Սավուղին, ասում է, երբ դու քո աչքին փոքր էիր թվում, Իսրայելի ցեղերից գլխավորը դարձար, Տերը քեզ Իսրայելի թագավորոծեց, եւ Տերը քեզ ճանապարհ դրեց ասելով գնա ու մեղավոր ամաղեկացիների դեմ պատերազմիր, մինչև նրանց բնաջնջելդ, իսկ դու ինչու չհնազանդվեցիր Տիրոջ ձայնին ու ավարի վրա ընկնելով Տիրոջ առաջ չարիք գործեցիր։ Սավուղն էլ ասեց Սամվելին, ահա ես հնազանդվեցի Տիրոջ ձայնին ու գնացի այդ ճանապարհով, որով ինձ Տերն ուղարկել էր ու բերեցի ամաղեկի թագավոր Ագագին ու ամբողջովին բնաջնջեցի ամաղեկին։ Սակայն ժողովուրդը այն ավարից վերցրեց ոչխարներ, արջարներ, այդ բաներից լավագույնները, որոնք պետք է լրիվ ոչնչացվեին, որպեսզի դրանք Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհաբերեն։ Սամուելն էլ ասաց. միթե Տերը ավելի հաճույք է ստանում ողջակեզներից ու զոհերից, քան Տիրոջ ձայնին հնազանդվելուց։ Ահա հնազանդությունը զոհից ավելի լավ է եւ Տիրոջ ձայնին լսելը խոյերի ճարպից, քանի որ ապստամբելը կախարդության մեղքի պես է եւ կամակորությունը կռապաշտության պես չարագործություն է, քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, նա էլ քեզ մերժեց որպես Իսրայելի թագավոր։ Եվ Սավուղն ասաց Սամվելին. մեղանչեցի Տիրոջ հրամանը զանց առնելով ու քո խոսքերը չլսելով, քանի որ ժողովրդից վախեցա ու նրանց խոսքը կատարեցի։ Հիմա աղաչում եմ, ների ինձ իմ հանցանքը ու ինձ հետ վերադարձիր, որպեսզի Տիրոջը երկրպագեմ։ Առաջին հայացքից թվում է, որ նա ուզում է Տիրոջը երկրպագել։
Եվ Սամուելն ասաց Սավուղին. ես քեզ հետ չեմ վերադառնա, քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ մերժեց որպես Իսրայելի թագավոր։ Ու Սամվելը շրջվեց, որ հեռանա Սավուղի մոտից, բայց նա բռնեց նրա վերարկուի ծայրից ու այն պատռվեց։ Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. Տերն այսօր քո վրայից պատռեց Իսրայելի թագավորությունը ու այն տվեց քո դրացուն, ով քեզնից լավ է։ Իսրայելի ապավենը սուտ չի խոսում ու չի զղջում, քանի որ նա մարդ չէ, որ զղջա։ Եվ Սավուղն ասաց. ես մեղք եմ գործել, բայց հիմա խնդրում եմ ժողովրդից ավագների եւ Իսրայելի արչեւ պատվիր ինձ եւ ինձ հետ վերադարձիր, որպեսզի քո Տեր Աստծուն երկրպագեմ։ Ուստի Սամուելը ետ գնաց Սավուղին հետևելով եւ Սավուղը Տիրոջը երկրպագեց։ Ես ուզում եի հասկանալ Սավուղը Տիրոջը երկրպագեց, միգուցե ձևական արտաքուստ Սավուղը Տիրոջը երկրպագեց, բայց նրա համար նա այնքան փառասեր էր, որ նրա համար ոչ Աստծո առաջ մեղանչելն էր խնդիր, ոչ ապաշխարությունն էր կարևոր, ոչ զղջումն էր կարևոր, իր համար կարևորը իր փառքն էր, իր համար կարևորը իր անունն էր եւ իր ավակների եւ ժողովրդի կարծիքը իր համար։ Ասում էր իմ հետ վերադարձի իմ ավակների եւ ժողովրդի համար։ Նրանց առաջ ինձ պատվի։ Ամոթ չի նրանք ինչ կասեն ինձ։ Ոչինչ որ Աստված ինչ կասի։ Այս մարդը ինքնափառավորման ճանապարհին է ու գրված է, թեկուզ որ գրված է նա Աստծուն երկրպագեց, բայց ես Եսայային հիշեցի, ձեր ձեռքերը կերկարեք ու կպարզեք, բայց ես աչքերս կծածկեմ, ձեր աղոթքը կշատացնեք, բայց այն զզվելի է, ես ականջներս կփակեմ, որ չլսեմ, ձեր զոհերն էլ, ձեր երկրպագությունն էլ, ձեր պաշտամունքն էլ զզվելի է եւ չեմ կարողանում տանել։ Ահա ինչ երկրպագության մասին էր խոսքը, երբ Սավուղը երկրպագեց Աստծուն։ Այնինչ Իսրայելի ապավենը սուտ չի խոսի, նա մերժել է քեզ, որովհետև դու քո պաշտամունքի համար արձան ես կանգնեցրել։ Միգուցե այսօրվա որոշ արձաններ սոցցանցերի մեջ են մեր հեռախոսներում, ոմանց արձանները, ոմանց ինքնափառավորման կոթողները, ոմանց լայքերի շատությունը եւ իրենց հետևորդներով իրար դեմ պարծենալը։ Բայց ես ողորմի ինձ Աստված, եթե հանկարծ ես ձեռքերս պարզեմ ու նա աչքերը ծածկի։ Ողորմի ինձ Աստված։ Ամեն։ Առաջի թագավորաց 18-րդ գլխում տեսնում ենք նաև, որ Սավուղը զայրացավ ու դառնացավ, քանի որ ժողովուրդը Դավթին ավելի գովերքեց, քան իրեն։ Գիտեք, Գողիաթին սպանելուց հետո գրված է 18-րդ գլխի 6-ից 9 հատվածում, եւ եղավ, երբ նրանք գալիս էին, երբ Դավիթը փղշտացիներին կոտորելուց վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից կանայք երգելով ու պար բռնելով, թմբուկներով, ուրախությամբ ծնծղաներով Սավուղ թագավորին դիմավորելու դուրս եկան։ Պար բռնող կանայք երգում էին ու ասում. Սավուղը իր հազարավորներին կոտորեց, իսկ Դավիթը բյուրավորներին կոտորեց։ Եվ Սավուղը խիստ զայրացավ այս խոսքերի համար, դառնացավ ու ասեց. բյուրավորները վերագրեցին Դավթին, իսկ ինձ միայն հազարավորներ վերագրեցին։ Թագավոր լինելուց բացի ուրիշ էլ ինչ է պակասում նրան։ Եվ այդ օրվանից Սավուղը Դավթին ծուռ աչքով էր նայում։ Հա, բայց արդարությունն նա է, որ շաբաթներ, ամիսներ շարունակ դու եւ զինվորներդ դողալով նստած էիք այդ գեթացի հսկայի առաջ։ Դուրս էր գալիս ձեր հայհոյում էր, դուք էլ բերաններդ, ականջներդ փակած, իբրև թե չեք լսում, թե ինչա ձեզ հայհոյում, այդ չէիք։ Հիմա եկավ էս պատանին հաղթեց։ Օրհնյալ լինի Աստված, որ հաղթանակ տվեց Դավթին։ Ամեն։ Արդար չի։ Արդարա որ դու չես արել, նա է արել։ Երեսդ էլ պարզ արել, քեզ խայտարակությունից ազատել է, այդ տղուն ձիու վրա չպետք է բերեր Երուսաղեմ, գլխի դրած պիտի բերեր Երուսաղեմ։ Այնինչ հələ տեսեք, ինչպիսի անարդարություն։ Դավթին վերագրեցին բյուրավորներ, իսկ ինձ հազարավորներ։ Երբ մարդը փառասեր է,
նա չի կարող տանել, երբ իր կողքը մեկը կարող է հաջողություն ունենալ, երբ իր կողքը մեկը կարող է բարձրանալ, երբ մեկը կարող է հաջողվել, երբ մեկին Տերը կողքնի կբարձրացնի, իր մեջ դառնություն կգա։ Տպավորությունը քո հաշվին է բարձրացնում Աստված, չէ։ Երբ գաս Տիրոջ տուն, խոնարհությամբ արի, լսելու արի, սովորելու արի, քեզ մի ցույց տուր, քեզ մի ընդգծիր, թույլ տուր, որ Աստված քեզ բարձրացնի, ում ուզում է բարձրացնի, բոլորին բարձրացնի, նույնիսկ եթե քեզ բարձրացնի, դու նպաստես, որ քո հետ մնացածը բարձրանան, մենակ չբարձրանաս, որպեսզի ամեն բանի մեջ Տերը փառավորվի, ոչ թե քո անունը։ Ամեն։ Բայց Դավիթը իր անձը խոնարհեցնել գիտեր։ Մարդկանց եւ Աստծուն բարձրացնել գիտեր։ Երբ այդ հաղթանակից հետո Սավուղը հարցրեց իր զորավար աբեններին, հարցրեց, ասեց, «Էսով է այս պատանին, մի հատ կանչեք տեսնենք ով է», ասեց, «Ես քո ծառա Հեսեի որդին եմ»։ Ո՞վ եմ։ Քո ծառա Հեսեի որդին եմ։ Ոնց։ Բա դու չտեսար ես ով եմ։ Բալի մի հատ ուշադիր նայի։ Ես այն տղեն եմ, որ եկա քեզ խայտարակությունից ազատեցի, որ եկա երեսդ պարզ արեցի, որ եկա քեզ այդ դեպրեսիայից ազատեցի, ես այդ տղեն եմ։ Չէ։ Ես քո ծառա Հեսեի տղեն եմ։ Նույնիսկ այն տղեն, որ երբևէ միջոցառման ու հանդիսավոր տոնի եւ մարգարեի այդ հանդիպման, որ հավաքվում են, ինձ չեն էլ կանչում։ Ես այդ տղեն եմ։ Հետո երբ որ թագավորը նրան կառաջարկի իր աղջկա հետ ամուսնանալ, նրան կնության առնել, կասի ես ով եմ, որ թագավորի պես դառնամ։ Այս մարդը իր անձը խոնարհեցնել գիտի։ Երբ Սավուղը Դավթին հետապնդում էր նրան սպանելու համար, 2 անգամ նրան շանս տրվեց, Սավուղին Աստված տվեց նրա ձեռքը, բայց ինչ էր ասում, երբ Սավուղը դուրս եկավ քարայրից, Դավիթը կանգնեց հեռվում, աղաղակեց, ասեց, Սավուղ, Իսրայելի թագավորը ում հետևից է ընկել, ում ես հալածում, մի հատ ուշադիր տես, մի մեռած շան հետևից ես ընկել, մի լույի հետևից ես ընկել, բա դու այդ մարդն ես, ով եմ ես, որ դու տենց ընկել ես, խի ես այդքան կարևոր կամ այդքան վտանգավոր արժեքավոր եմ, հələ նայի ում հետևից ես ընկել։ Դավիթը իրեն խոնարհեցրեց, ամեն ժամանակ իրան խոնարհեցրեց Տիրոջ առաջ, երբ թագավոր դառնալուց հետո էլ տապանակը բերում էր Երուսաղեմ, գրվածը նա Տիրոջ առաջ պարում էր, տապանակի առաջ պարում էր, երկրպագում էր եւ ամբողջ ժողովրդին առաջնորդում էր երկրպագության, անկախ նրանից թե ժողովուրդն ինչ կասեր։ Սավուղի համար կարևոր էր, թե իր ավակները եւ ժողովուրդը ինչ կասեն իրեն։ Դավթի համար կարևոր էր, թե Տերը ինչ կասի իրեն։ Ամեն։ Որտեւ իր կինը մեղքողը Սավուղի աղջիկը նրան հանդիմանեց ասելով. ծաղրի առարկա չես, մի հատ քեզ նայի, թագավոր տղա ես։ Մի հատ խելքդ գլուխդ հավաքի, թագավորա վայել Երուսաղեմ մտնել կա, ձիու վրա մտնել կա, պատգարակի վրա նստած մտնել կա, մի քանի հոգի հովանոցները վրեդ պահել կա, սիրամարգի փետուրներով հովանել կա, այ մարդ մի հատ քեզ նայի, թագավոր տղա ես։ Էս ինչ է արածդ։ Բայց Դավթին մի բան էր հետաքրքիր։ Տիրոջը երկրպագել, նրան բարձրացնել, նրան փառավորել, երբ Տիրոջ տապանակի առաջ է, երբ Տիրոջ առաջ է, երբ Աստծո ներկայության մեջ է, միայն նրան երկրպագել ու փառավորել։ Ամեն։ Հալելույա։ Առակաց 3:7 Դու քո աչքին իմաստուն մի եղիր, վախեցիր Աստծուց եւ հետ քաշվիր չարությունից։ Հռոմեացիների 12:3 Ինձ տրված շնորհքով ասում եմ ձեզանից ամեն մեկին, որ դուք ձեր մասին ավելի բարձր կարծիք համարում չունենաք, քան պետք է, այլ զգաստությամբ ու սթափությամբ մտածեք այն հավատքի չափով, որ Աստված յուրաքանչյուրին բաժանեց։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի 8-10
Պողոս առաքյալն ասում է, որ հարությունից հետո Տեր Հիսուս երևաց նախ Կեփասին, հետո 12 առաքյալներին, հետո 500-ից ավելի եղբայրների երևաց, հետո բոլոր առաքյալներին երևաց եւ վերջում որպես թե մի վիժվածի ինձ էլ երևաց։ Հələ տեսեք, այս մարդը ոնց է իրան ներկայացնում։ Որովհետեւ ասում է ես ինչու որպես թե մի վիժվածի, որովհետեւ ես նույնիսկ առաքյալ կոչվելու արժանի չեմ, որովհետև Աստծո եկեղեցին հալեցեցի, բայց ինչ որ եմ, Աստծո շնորհքով եմ, եւ Աստծո շնորհքը, որի մեջ էր, դատարկ չեղավ, ես ամենքից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ ինձ անում էր։ Իրականում, որ նայենք գործերին ու ծառայությանը, ես բոլորից ավելի շատ աշխատեցի, ծառայեցի, ավելի շատ վազեցի, գործկառաքելոցի ամեծ մասը Պողոս առաքյալի գործունեության մասին է։ Բայց ես չէ։ Աստծո շնորհքը, որ ինձ հետ էր։ Ամեն։ Թեկուզ որ իրականում երևում է, որ ես ամենքից ավելի աշխատեցի, բայց ես չէ, ինձ չէ փառքը, նրան լինի փառքը, նրա շնորհքը, որ ինձ հետ էր։ Օրհնյալ լինի նրա անունը։ Հալելույա։ Ես պիտի խնդրեմ, որ փառաբանությունը վերև գա եւ պիտի իմ վերջաբանին գամ։ Ուրեմն իրար հնազանդ եղեք եւ խոնարհություն հագեք, որովհետեւ Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Ուրեմն խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի նա մեզ ժամանակին բարձրացնի։ Ամեն։ Եվ ուզում եմ տեղափոխվել վերջում Ելից գիրք։ Կխնդրեմ, որ փառաբանությունը պատրաստ լինի մեզ երկրպագության առաջնորդելու։ Եվ Ելից գրքից մի փոքր հատված ուզում եմ իրար հետ նայենք ու Տիրոջը երկրպագենք։ Ելից 20-րդ գլուխ 24-ից 26 հատվածը։ Ինձ համար հողե զոհասեղան շինիր եւ դրա վրա մատուցիր քո ողջակեզները եւ քո խաղաղության զոհերը, քո ոչխարները, քո արջառները եւ ամեն տեղ որտեղ որ գտնեմ իմ անունը հիշատակվելիս, քեզ մոտ կգամ եւ քեզ կօրհնեմ։ Իսկ եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, հղկված տաշված քարից չշինես, որովհետեւ եթե դրա վրա երկաթե գործիքդ բարձրացնես, պղծած կլինես այն։ Եվ աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որ քո մերկությունը չերևա։ Երբ զոհասեղան շինելու լինես, երբ Տիրոջ առաջ գաս, Տիրոջ առաջ երևալու գաս, նրան պաշտելու գաս, նրան երկրպագելու գաս, նրա համար զոհասեղանը շինիր։ Նրա անունով շինիր, ոչ թե քո անունով, այլ նրա անունով, նրա անվան համար, նրան բարձրացնելու համար, նրան երկրպագելու համար, նրան մեծարելու համար, նրա անվան համար զոհասեղանը շինես։ Եվ նրա զոհասեղանը հողից շինես։ Տաշած քարից չշինես, որպեսի չերևաս, որպեսի չտարբերվես, որպեսի որևէ մեկի առաջ գլուխդ չգովաս, այլ ինչ որ Աստված տվել է, Աստծո տվածով շինես, հողից շինես։ Երբ Քրիստոսի խաչը կքարոզես, անարգ խաչը քարոզես, չճոխացնես, չչափազանցնես, չգեղեցկացնես, չհղկես, չկլորացնես, նրա վրա երկաթե գործիք չբանեցնես քո կրթությունը, քո տաղանդները, քո հնարավորությունները, քո մեթոդները, որևէ բանով չփորձես, ինչ որ բան կլորացնես ու հղկես ու փայլացնես, հողից շինես Աստծո զոհասեղանը։ Ու այդ զոհասեղանի վրա բարձրացնես քո զոհերը, քո արջառները, ոչխարները, այդ ամենը նրա փառքի համար բարձրացնես, նրան երկրպագելու համար բարձրացնես եւ ամեն ժամանակ, երբ զոհերդ բերես այդ զոհասեղանի վրա, որտեղ իմ անունը հիշատակվի, ես կայցելեմ ու կօրհնեմ քեզ։ Իր անունը,
Բայց եթե իմ անունը հիշատակվի պիղծ լինի, զոհն էլ, զոհասեղանն էլ, աչքերս էլ կծածկեմ, ականջներս էլ կփակեմ, զզվելի կլինի զոհդ էլ, զոհի տարատությունն էլ, ճարպն էլ, խոյն էլ, ողջակեզն էլ, եթե քո անունը հիշատակես, բայց եթե իմ անունը հիշատակես, կայցելեմ քեզ, կորտնեմ քեզ, կբժշկեմ քեզ, երբ ինձ բարձրացնես ու երկրպագես, ու երբ այդ զոհասեղանը շինես, ու այդ զոհասեղանի վրա ուզենաս զոհ մատուցել, աստիճան չդնես ու նրա վրա չբարձրանաս, որովհետև մերկությունդ կերևա, քեզ չբարձրացնես, աստիճան չդնես, Դիոտրեփեսի նման քեզ որևէ մեկից ավելի բարձր չհամարես, աստիճանակարգություն չդնես, տարբերություններ չդնես, համեմատություններ չդնես, քեզ չբարձրացնես, որովհետև երբ քեզ բարձրացնես, կերևա մերկությունդ, կերևա հոգևոր մերկությունդ էլ, հոգևոր դատարկությունդ էլ, հոգևոր սնանկությունդ էլ, հոգևոր տկարությունդ էլ խայտառակ կլինես, երբ ուզես քեզ բարձրացնես, խայտառակ կլինես, նրան բարձրացրու, որպեսի նա օրհնի քեզ, որպեսի նա բժշկի քեզ։ Եկեք կանգնենք Աստծո առաջ։ Երկու հոգի եկել էին տաճար աղոթք անելու։ Մեկը փարիսեցի, մեկը մաքսավոր։ Փարիսեցին իր հետ բերել էր իր ծալովի ու մեծ աստիճանը։ Փոխաբերական բան եմ ասում։ Եվ բարձրացել էր այդ աստիճանի վրա։ Ու բարձրացնում էր իր անձը, թեկուզ կանգնած էր մեծագույնի առաջ, թեկուզ կանգնած էր արարչի առաջ, թեկուզ կանգնած էր հավիտենականի առաջ, բայց բարձրացնում էր իր անձը, իր ես ասում էր, դու հո գիտես ով եմ ես, դու հո գիտես, ես ինչ եմ պահում, սա եմ պահում, նա եմ տալիս, ես տասանորդ ես, զոհ ես, աղոթքը, են ինչը, ու դու հո գիտես, որ ես նրա նման չեմ, որտև նա ինձնից ցածր է, ես նրանից բարձր եմ։ Բայց մաքսավորը մի անկյունում կուչեկած կուրծքը ծեծում էր ու ասում ներիր ինձ մեղավորիս եւ նա արդարացած գնաց իր տուն, որովհետեւ մաքսավորը զոհասեղանի մոտ տիրոջն էր բարձրացնում, որովհետեւ նա իր աստիճանը չէր բերել իր հետ, որովհետեւ նա աստիճան չուներ, նա գլուխ գովելու բան չուներ, մեծամտանալու բան չուներ եւ միակ բանը, որով կարող էր պարծենալ, իրեն արդարացնող Աստվածն էր, տաճարի տերն էր, տաճարի թագավորն էր, որ կարող էր նրան բժշկել, որ կարող էր նրա կյանքը նորոգել, որ կարող էր նրան բարձրացնել, որ նրա կրկնակի կարմիրի պես մեղքերը կարող էր ձյունի նման սպիտակ դարձնել։ Նա էր նրա պարծանքը։ Ու Տերը այցելեց նրան, ու Տերը խոսեց նրան, ու Տերը արդարացրեց նրան։ Բայց նա այդպես էլ մերկ վերցրեց իր աստիճանը ու գնաց տուն։ Ուրեմն, երբ գանք Տիրոջ տունը, զգուշություն անենք մեր անձերին, զգուշություն անենք մեր եսին, զգուշություն անենք մեր ոտքին, ավելի մոտենանք խոնարհաբար լսելու, սովորելու, ապաշխարելու, միտք առնելու, իրեն բարձրացնելու, իրեն երկրպագելու, որպեսզի անմիտների նման զոհանողի պես չլինենք նրա առաջ։ Եկեք օրհնենք նրա անունը։